հանդիպումը նվիրված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի հետ կապված Սահմանադրական դատարանի որոշմանը։ Որպես Սահմանադրական դատարան դիմաց պատգամավորների ներկայացուցիչ, ես այսօր ձեզ կներկայացնեմ իմ գնահատականը, թե դրական կողմերի, թե այն թերությունների, որոնք շատ լուրջ են, որոնք չպետք է անտեսվեն։ Անհրաժեշտ եմ համարում շեշտադրել մի կարևոր հանգամանք։ Սահմանադրական դատարանը ցավոք սրտի մերժեց իմ միջնորդությունը գործի լսումները անցկացնելու բանավոր ընթացակարգով, ինչը խախտում է իրականում Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջները, եւ այդ հնարավորությունը իհարկե շատ կարևոր էր, որովհետեւ հանրության համար պայմաններ կստեղծվեին լսելու իրականում, թե որոնք են մեր փաստարկները, ինչ ենք մենք պնդում եւ որ սահմանադրական դրույթներն են դրա հիմքում։ Այնուամենայնիվ այս հնարավորությունը անտեսվեց, այնպես որ ես կփորձեմ այսօր օգտագործել այս հանդիպման հնարավորությունը գոնե համառոտ, բայց ներկայացնելու մեր հիմնական դրույթները, այն դրույթները, որոնք ընկած էին մեր դիմումի հիմքում։ Բայց մինչև շարունակելը կուզենայի մի բան, շատ կարևոր բան հստակ ընդգծել։ Ես ինքս անվերապահ պաշտպանում եմ հանցագործության եւ հատկապես կոռուպցիայի արդյունքներով ձեռք բերված գույքի բռնագանձումը։ Այսինքն այն, ինչ ես հիմա ներկայացնում եմ, ամենևին աղերս չունի ուրեմն որևէ մի մոտեցման հետ, որ փորձ է արվում պաշտպանել կոռուպցիոն գույքը, ոչ։ Բայց ես ինչքան դեմ եմ, եւ ավելի ինչքան կողմ եմ, որպեսզի կոռուպցիայի արդյունքում ձեռք բերված գույքը բռնագանձվի, ես նույնքան դեմ եմ, որ հիմքում դրվի բացարձակապես այլ պոպուլիստական գաղափար, որ եթե ինչ-որ մեկը հարուստ է, ապա դա նշանակում է, որ նա գողացել է։ Ես նաեւ համարում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը ինչքան էլ կարևոր չլինի, այն միևնույն է, չի կարող հիմք հանդիսանալ, որպեսզի խախտվեն սահմանադրական հիմնարար իրավունքները։ Նախքան առաջանցնելը կուզենայի երկու խոսքով հիշեցնել օրենքի էությունը, որտեղ օրենքը ունի երկու հռչակված նպատակ։ Առաջինը դա կոռուպցիայի դեմ պայքարն է եւ այն վերաբերում է նախկին եւ ներկա պաշտոնյաների։ Երկրորդ հռչակված նպատակը, սրանք խնդրում եմ ուշադրություն դարձնել, որովհետեւ սրանք շատ տարբերվող նպատակներ են։ Երկրորդ նպատակը դա ընդհանուր հանցավորության դեմ պայքարն է, որը վերաբերում է անձանց, որոնք օրենքով սահմանված որոշակի ցանկից հանցագործություններ են կատարել, եւ այս դեպքում բացարձակապես էական չէ, այդ մարդիկ պաշտոնյա եղել են, չեն եղել, զբաղեցնում են ներկայումս պաշտոն կամ չեն զբաղեցնում։ Ընդ որում երկրորդ պարագայում հանցավորության դեմ պայքարի պարագայում օրենքը որևէ պահանջ չի դնում, որ հանցագործությունը պետք է դատարանի կողմից հաստատված լինի։ Այսինքն կարող է անգամ ընդհանրապես քրեական գործ հարուցված լինել եւ այլն, եւ ավելին օրենքը նշում է, որ եթե անգամ անձը հանգարց ու արդարացվեց եւ համարվեց, որ նա հանցագործությունը չի կատարել, բռնագանձման վարույթը միևնույն է պետք է շարունակվի։ Տարօրինակ է, բայց օրենքը պարունակում է նաեւ այդպիսի դրույթ։ Ուսումնասիրության շրջանակն էլ է բավականին լայն, այն ընդգրկում է 1991 թվականի սեպտեմբերից սկսած ձեռք բերված գույքը եւ օրենքը պարունակում էր դրույթ, որ դա որևէ կապ չունի, արդյոք դա ձեռք է բերվել պաշտոն զբաղեցնելուց առաջ, հետո հանցագործության հետ որևէ կապ ունի, թե ոչ։ Եվ եթե անձը չկարողանար ներկայացնել բավարար ապացույցներ, որ այդ գույքը նա ձեռք է բերել օրինական եկամուտներով, ապա այդ գույքը պետք է բռնագանձվեր։ Այժմ ուզում եմ անդրադառնալ Սահմանադրական դատարանի որոշման դրական կողմերին։ Առաջինը, դատարանը հաստատեց մի պարզ եւ շատ տրամաբանական ճշմարտություն, որ հանցավորության դեմ պայքարում բռնագանձվող գույքը պետք է կապ ունենա հանցագործության հետ։ Ես կապ բառը ասելուց ավելի երևի ճշգրիտ ձևակերպում կուզենայի օգտագործել, որպեսզի չդառնա այն քննարկման առարկա ավելորդ։ Դատարանը նշել է, որ այն պետք է որոշ հավաստիությամբ ցույց տրվի, որ կապ ունի այդ հանցագործության հետ։ Պետք չէ միանշանակ դա ցույց տալ, բայց այնուամենայնիվ այն տրամաբանական կապ պետք է ունենա այդ հանցագործության հետ։ Բառացի, եթե մեջ բերեմ Սահմանադրական դատարանի ասածը, դա հետևյալն է։ Բռնագանձման ենթակա է այն գույքը, որը
կապ ունի համապատասխան հանցանքի հետ։ Սա բառացի ձևակերպումն է սահմանադրական դատարանի։ Ասեմ, որ սա նորություն չէ, իրավաբանական նոր միտք չէ։ Այն դեռևս Տոդորովի գործով 2021 թվականի մարդու իրավունքների եվրոպական դատարանի այդ գործով ամրագրված է եղել որպես շատ հստակ սկզբունք, եւ մենք այդ սկզբունքը մատնանշել ենք մեր դիմումում։ Ավելին ասեմ, որ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում քննվող գործերով բազմաթիվ փաստաբաններ այդ փաստարկը ներկայացրել էին, բայց դատարանները եւ դատախազները այն առ այս պահը մերժում էին իրավունքից իհարկե շատ հեռու որևէ աղերս չունեցող հիմնավորումներով։ Այնպես որ շատ լավ է, որ սահմանադրական դատարանը այս հարցում վերջակետ դրեց։ Երկրորդ կարևոր արձանագրումը, որ արեց սահմանադրական դատարանը, դա այն էր, որ նշեց, որ եթե խոսքը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա պետական պաշտոնյայից կարող է բռնագանձվել միայն այն ենթադրյալ ապօրինի գույքը, որը ձեռք է բերվել պաշտոնավարումը սկսելուց հետո։ Սա էլ է շատ բնական եւ տրամաբանական, որտեղ եթե խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի մասին է, ինչ կապ ունի այն գույքը, որը ձեռք է բերվել մինչև պաշտոնի անցնելը։ Եվ կա եւս երրորդ հետաքրքիր մի դրույթ, որը սահմանադրական դատարանը ամրագրեց, խոսքը վերաբերում է նրան, որ ազգային ժողովը պարտավոր է սահմանել վաղեմության ժամկետ։ Խոսքը վերաբերում է կոռուպցիոն տիպի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում, որովհետև եթե ինչ-որ մեկը, ինչ-որ մի ժամանակահատված իր կյանքի զբաղեցրել է պետական պաշտոն, եւ դուրս է եկել պաշտոնից, նա չպիտի իր ամբողջ կյանքը սպասի, թե երբ դատախազության ուխտը կչոքի իր դռանը եւ ասի, թե ես որտեղից է այս գույքը, որ դու ձեռք ես բերել այս տարիների ընթացքում։ Ցավոք սրտի այս հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանը արեց ընդամենը կես քայլ, որովհետև ամենաողջամիտը կլիներ, եթե սահմանադրական դատարանը համարեր այս նորման բացակայությունը վաղեմության ժամկետի հակասահմանադրական եւ ժամկետ տար, որպեսզի ազգային ժողովը այդ ժամանակահատվածում որոշում ընդուներ։ Սակայն դա այդպես չարվեց, ամրագրվեց ավելի շատ որպես բարի ցանկություն, սա ուրեմն վերջին ասածս իսկապես կես քայլ էր։ Սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա այժմ պետք է անհապաղ ձեռնարկվեն հետևյալ քայլերը։ Նախ դատախազությունը պարտավոր է հրաժարվել հանցավորության դեմ պայքարի շրջանակներում հարուցված այն բոլոր գործերից, որոնցով կապը չի ներկայացրել այն ենթադրյալ ապօրինի գույքի եւ հանցավոր արարքի հետ։ Առավել եւս դատախազությունը պարտավոր է անհապաղ հրաժարվել բոլոր այն գործերից, որոնցով անձինք արդարացվել են։ Իսկ ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում հարուցված գործերի, ապա այդ գործերի շրջանակներում դատախազությունը պետք է վերահաշվարկ կատարի եւ հրաժարվի այն գույքերի բռնագանձման պահանջից, որոնք ձեռք են բերվել մինչեւ պաշտոն զբաղեցնելը։ Ցավոք սրտի այսքանով ավարտվում է սահմանադրական դատարանի որոշման դրական կողմերը եւ այժմ ես անցնեմ բացասական կողմերին, թերություններին։ Ամենակարևոր հարցերից մեկը, որը մենք բարձրացրել ենք սահմանադրական դատարանի առաջ, դա սահմանադրական մի հիմնարար սկզբունք էր եւ այդ հիմնարար սկզբունքը հետեւյալն է. օրենքները, որոնք վատթարացնում են անձի իրավական վիճակը, հետադարձ ուժ չունեն։ Մենք շատ հստակ մեր դիմումում ցույց էինք տվել, որ օրենքը հետադարձ ուժ ունի, նոր պարտավորություններ է դնում մարդկանց վրա, որտեղ պարտավորեցնում է, որ նրանք ապացուցեն իրենց գույքի օրինականություն եւ պարտավորեցնում են նրանց, որպեսզի նրանք պահպանեին այն ապացույցները, այն գույքի հետ կապված ապացույցները, որոնք նրանք ձեռք են բերել մինչեւ օրենքի ընդունումը։ Այսինքն մեր կարծիքով, եթե ապագայի համար կարելի է նման պահանջ դնել, ապա նախկինում ձեռք բերված գույքի հետ կապված նման պահանջ դնելը դա նշանակում է օրենքին տալ հետադարձ ուժ։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի, ես կառաջարկեի մի պահ պատկերացնեք, որ ընդունվում է մի անհեթեթ օրենք, որ ձեր հագի շորերը, եթե դուք չհիմնավորեք, որ ձեռք եք բերել խանութից կամ նվեր եք ստացել, համարվում են ապօրինի եւ դեզանից պետք է վերցվեն։ Այդ պատկերացրեք մի պահ այդպիսի անհեթեթ օրենք է։
Եթե այդ օրենքը ընդունվի, ապա բնական է, որ հետագայում դուք եւ չեկերը կպահպանեք, նվեր ստանալուց էլ մի հատ էլ գրավոր պայմանագիր կստորագրեք, հավանաբար մի հատ էլ նոտարի մոտ գնաք։ Բայց եթե խոսքը վերաբերվի այս պահին ձեր հագած շորերին, հավանաբար գրեթե բոլորդ կհայտնվեք մեր վիճակում, որովհետև որևէ մեկի մտքով չէր անցել, որ պետք է պահի ենթադրենք անցյալ տարի ձեռք բերված շորերի չեկը։ Այս օրենքը նմանատիպ դրույթ է պարունակում այլ գույքի հետ կապված։ Եվ ամենացավալին այն է, որ մեր այս փաստարկը սահմանադրական դատարանը դրան շատ տարօրինակ ձևով անդրադարձ կատարեց։ Սահմանադրական դատարանը նենգափոխեց մեր փաստարկը։ Մեր փաստարկի փոխարեն այն փոխարինեց, կարծես թե մենք ասում էինք, որ ապօրինի գույքը նախկինում պաշտպանված էր, իսկ հիմա ուրեմն դուք հարցականի տակ եք դնում, դրա համար հետադարձություն չունի։ Նման բան մեր դիմումը չէր պարունակում, բայց սահմանադրական դատարանը հորինեց, իբրև թե մենք նման պնդում ենք արել եւ հետո հերոսաբար պայքարեց իր իսկ հորինած, բայց մեզ վերագրած դիրքորոշմանը եւ հաջողությամբ հաղթահարեց այն։ Մի քանի կարևոր դիտարկում ունեմ անելու արդար դատաքննության հետ կապված։ Բանն այն է, որ օրենքը պահանջում է, որ անձը պետք է ապացուցի, որ իր գույքը նախկինում ձեռք բերված օրինական եկամուտներով է ձեռք բերվել։ Բայց շատ հաճախ, հատկապես երբ խոսքը վերաբերում է պետական պաշտոնյաներին, այդ ապացույցները այդ պաշտոնյաների մոտ չեն, նրանք գտնվում են պետության ձեռքում։ Իսկ այսօր մենք բախվել ենք շատ հետաքրքիր մի իրավիճակի, երբ պետությունը այդ ապացույցները ոչնչացրել է։ Եվ ոչնչացրել է շատ օրինական կարգով, որովհետև նրանց պահպանման ժամկետն է լրացել։ Կամ պարզապես կորցրել է պետությունը, որովհետև պատշաճ ձևով ենթադրենք 90-ական, 2000-ական թվականներին այն չի պահվել։ Օրինակ, անհատական եկամտային հարկի հաշվարկները Պեկում դուք կգտնեք միայն 2013 թվականից։ Հիմա պատկերացրեք այն մարդու վիճակը, որը պարտավոր է ինչ-որ մի բան ապացուցել, այդ ապացույցները գտնվում էին պետության ձեռքում, բայց պետության մեղքով նրանք անհետացել են։ Զրկանքները պետք է կրի այդ մարդը։ Եվ սա իսկապես մեր կարծիքով արդար դատաքննության իրավունքի կոպտագույն խախտում է։ Մեկ այլ կարևոր հարցադրում, որ մենք արել ենք մեր դիմումում, որին դարձյալ սահմանադրական դատարանը չի անդրադարձել, դա հետևյալն է։ Որոնք են այն հիմքերը, որով պաշտոնատար անձի նկատմամբ պետք է սկսվի նման վարույթ։ Բանն այն է, որ օրենքում բացարձակապես որևէ հիմք հիշատակված չէ։ Անգամ որևէ իրավախախտման կասկածի մասին խոսք չի գնում։ Ինչը նշանակում է, որ ազգային անվտանգության ծառայությունը իրավունք ունի առանց որևէ հիմքի սկսել որևէ պաշտոնատար անձի նկատմամբ նախկին կամ ներկա օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացում։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ օրենքը կամայականորեն կարող է օգտագործվել որպես քաղաքական գործիք հենց քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Մեկ այլ լուրջ խնդրի մասին կուզենայի խոսել։ Խոսքը վերաբերում է դատական պաշտպանության իրավունքի սահմանափակմանը։ Ինչ էինք մենք պնդում։ Մենք պնդում ենք այն, որ ուսումնասիրությունը սկսելու պահից անձը եւ իր ամբողջ ընտանիքը հայտնվում են շատ իրավական խոցելի իրավիճակում։ Ամբողջ ուսումնասիրության ընթացքում, որը իրականացվում է գաղտնի, անձի նկատմամբ իրականացվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ եւ ոչ միայն անձի նկատմամբ, իր հարազատների, ոչ միայն ընտանիքի նկատմամբ, իր մերձավորների, գործընկերների, բիզնես գործընկերների նրանց բոլորի նկատմամբ իրականացվում են միջոցառումներ, որոնք թույլ են տալիս վերհանել իրենց անձնական եւ ընտանեկան գաղտնիքները, բանկային գաղտնիքը, նոտարական գաղտնիքը եւ այլն։ Այս պայմաններում մենք պնդում ենք, որ մարդը պետք է հնարավորություն ունենա դատական կարգով բողոքարկելու այդ ուսումնասիրություն սկսելը, եթե նա համարում է, որ ուսումնասիրությունը ապօրինի է սկսվել։ Սահմանադրական դատարանը տարօրինակորեն համարեց, որ ուսումնասիրություն սկսելը չի կարող համարվել
մարդու իրավունքների վրա ազդող որոշում մեջբերեցի։ Շատ տարօրինակ մոտեցում է, բնականաբար այդ մոտեցումը ընդհանրապես կենսունակ չի եւ մի յետում մարդու իրավունքների եվրոպական դատարանը տասնյակ գործերով ստանդարտը սահմանել է, բայց մենք ունենք ինչ ունենք։ Մեկ այլ կարևոր հարց ենք բարձրացրել։ Այն, որ ուսումնասիրությունները կարող են տարածվել մինչև 1991 թվականը։ Ես նայում եմ ձեզ եւ հասկանում եմ, որ ձեզանից շատերը միգուցե անգամ ծնվել են 1991 թվականից հետո։ Եվ իսկապես միգուցե ձեզ համար շատ տարօրինակ է հնչում, բայց 91 թվականին խորհրդային միության փլուզումից հետո փաստաթղթաշրջանառության նկատմամբ պահանջները բացարձակապես այնպիսին չէին, ինչպես այսօր։ Կար վիթխարի գերակշռող ստվերային տնտեսություն եւ կար հիպերինֆլյացիա։ Այդ պայմաններում շատ հաճախ երբ մարդու վրա մենք դնում ենք խնդիր, որպեսզի նա ապացուցի 91 թվականից հետո ինչ միջոցներով է նա կարողացել այս կամ այն գույքը ձեռք բերել, մենք պրակտիկորեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված շատ հաճախ անձանց վրա դնում ենք անլուծելի խնդիր։ Սահմանադրական դատարանը այս անգամ էլ ընտրեց լռության տակտիկան։ Հաջորդ հարցը, որ բարձրացրել էինք, դա կողմերի անհավասարությունը եւ մրցակցության սկզբունքի խախտումը։ Ինչ ունենք իրականում։ Իրականում ունենք հետեւյալ իրավիճակը։ Դատախազությունը օժտված է վիթխարի լիազորություններով։ Այն իրավունք ունի հանձնարարելու անձի նկատմամբ եւ իր մերձավորների նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացում, այն իրավունք ունի պետական բյուջեի միջոցներով պատվիրել տարբեր փորձաքննություններ, այն կարող է օգտվել պետական հարկադրանքի բոլոր միջոցներից։ Իսկ փաստաբանը նման գործիք չունի։ Զավեշտալիորեն Սահմանադրական դատարան ասեց չէ, սա քանի որ քաղաքացիական դատավարություն է, դուք փաստացի նույն հավասար դիրքերում եք գտնվում, երբ պարզ է, որ դա այդպես չէ։ Իդեպ, քրեական գործերով էլ այդպես չէ, դատախազը ունի շատ ավելի մեծ հնարավորություններ, բայց քրեական դատավարության շրջանակներում սա հարցը մեղմում է նրանով, որ գոյություն ունի անմեղության կանխավարկած։ Այս գործում չկա անմեղության կանխավարկած, գործում է հակառակ կանխավարկածը։ Մեղավորության կանխավարկածը, գույքի ապօրինի լինելու կանխավարկածը, ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը։ Այսինքն եւ դատախազության լիազորություններն են շատ ուռճացված եւ միաժամանակ գործում է այս կանխավարկածը։ Եթե սրան ավելացնենք մի փաստ եւս, որ ստանալով ուսումնասիրության դատախազության 3 տարվա աշխատանքի արդյունքը անձը ունի օրենքով սահմանված ընդամենը 1 ամսյա ժամկետ դիրքորոշում արտահայտելու համար պարզ է դառնում, որ այստեղ հավասարությունը իսկապես խախտված է։ Սա այլ կերպ քան զավեշտալի չեմ կարող անվանել, ներողություն եմ խնդրում, որ այդպիսի տերմին եմ օգտագործում Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված, բայց Սահմանադրական դատարանը նշել է հետևյալը, որ այդ դատախազությունն է, որ խեղճերը ստիպված 3 տարի այդ տեղեկատվությունը հավաքում են, անձը լավ էլ գիտի, թե այդ ինչ էին հավաքել։ Շատ նման է, որ քրեական գործով մենք մեղադրանքը, երբ քրեական գործը ավարտվի, մեղադրալին հանձնենք մի 2 ժամով, ասենք մի հատ տարակ նայի, դու ինքդ էլ լավ գիտես ինչ հանցագործություններ ես կատարել։ Սա իսկապես Սահմանադրական դատարանին չզող եզրահանգում էր։ Ասեմ, որ կան բազմաթիվ այլ հարցադրումներ, ժամանակի սովորությունը թույլ չի տալիս ինձ անդրադարձ կատարելու դրանց, չնայած դրանք եւս շատ կարեւոր են, բայց ես կուզենամ անդրադառնալ մեկ այլ տիպի խախտումներին, խախտումներ, որոնք թույլ է տվել հենց ինքը Սահմանադրական դատարանը եւ խախտել է Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջները։ Մեր դիմումը Սահմանադրական դատարան մենք ներկայացրել էինք 21 թվականի նոյեմբեր ամսին։ Անցել է 3.5 տարի։ Օրենքը ունի հստակ դրույթ, քանի ամսում կարող է Սահմանադրական դատարանը քննել այդ հարցը։ Որպես կանոն 6 ամսում, բայց Սահմանադրական դատարանը իրավունք ունի երկարաձգել եւս 3 ամսով, այսինքն 9 ամիս ստացվեց։ Օրենքը նաև հնարավորություն է ընձեռել Սահմանադրական դատարանին կասեցնելու վարույթը, եթե օրինակ եւ իրենք օգտվեցին 2 անգամ այդ հնարավորությունից, կասեցեցին վարույթը,
դիմելով Վենետիկի հանձնաժողով, հետագայում նաև դատախազություն, բայց դատախազությունից պատասխանը ստացել են 23 թվականի օգոստոս ամսին։ Ու ոչ մի շարժ։ Եթե նայեք կասեցման որոշումը այնտեղ գրված է, կասեցնել մինչև դատախազությունից պատասխանը ստանալը։ Սահմանադրական դատարանը խախտել է սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված ժամկետները, եթե անգամ հաշվի առնենք 9 ամիսը, կասեցման ողջ ժամանակահատվածը 2-ից ավելի տարի ցուցաբերելով անգործություն։ Սա ինքնին արդեն լուրջ իրավական խախտում է, բայց բացի այդ կամ մեկ այլ ոչ պակաս կարևոր խախտում։ Ես ուղղակի կմեջբերեմ օրենքից։ Իրավական ակտի սահմանադրականությունը որոշելիս սահմանադրական դատարանը գնահատում է ինչպես այդ ակտը, այդպես էլ ձևավորված իրավակիրառական պրակտիկան։ Սահմանադրական դատարանը դա չարեց։ Նա ստացավ նյութեր դատախազությունից, նա ստացավ նյութեր դատարաններից եւ վերջին օրը որոշեց դրանք հետ վերադարձնել չհամարելով գործի նյութեր։ Շատերի մոտ իհարկե հարց կծագի, թե ինչու այդպես արեց սահմանադրական դատարանը, ինչու այդ օրենքի շատ հստակ պահանջը անտեսեց։ Մենք մեր դիմումում շատ չէինք կարող դրանց վրա հղում անել, որտեղ 21 թվականի նոյեմբերին դեռևս դատական պրակտիկա չկար։ Բայց հիմա կար եւ սահմանադրական դատարանը դա ստացել էր։ Կարծում եմ պատասխանը շատ պարզ է։ Եթե անդրադառնային դատական պրակտիկային, այլ երկ չունեին, քան Տոդորովի գործի ստանդարտները կիրառել իրավակիրառ պրակտիկայի նկատմամբ եւ համարել իրավակիրառ պրակտիկան հակասահմանադրական։ Իսկ այսպես շատ տարօրինակ որոշում կայացեց։ Ամեն ինչը սահմանադրական է, եթե այսպես մեկնաբանվի, այսինքն հարցը թողեցին դատախազության դաշտում, որ դատախազությունը պատշաճ իրավագիտակցություն ցուցաբերի եւ կարողանա ճիշտ կատարել սահմանադրական դատարանի որոշումը։ Սա կարծում եմ Սահմանադրական դատարանի երկրորդ կոպիտ սխալն էր։ Այժմ եզրափակեմ։ Սահմանադրական դատարանի որոշումը չնայած պարունակում էր դրական տարեր, չի անդրադարձել մի շարք կարևոր հարցերի եւ այդ հարցերը մի օր տուժած անձանց գանգատով կհայտնվեն նույն սահմանադրական դատարանում կամ մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Եթե նախկինում օրենքը թույլ է տալիս այն մեկնաբանել, որ 2-ին գումարած 2 հավասար է 100-ի, Սահմանադրական դատարանը ասեց 2-ին գումարած 2-ը 10-ից ավել չի, բայց չկարողացավ համարձակություն ունենալ, ասելու, որ 2-ին գումարած 2-ը հավասար է 4-ի։ Արդյունքում դեռևս ծագելու են բավականին շատ խնդիրներ, որ նոր վեճեր եւ արդյունքում դարձյալ կտուժի եւ քաղաքացին եւ պետությունը։ Ցավոք հիմքեր ունեմ պնդելու, որ սա արված է նպատակադրված եւ գիտակցաբար եւ հիմնական նպատակն է ունենալ գործիք, որը հնարավորություն է տալիս զբաղեցնել քաղաքական հակառակորդներին անհեթեթ մեղադրանքներով, անհեթեթ հայցերով, որտեղ մարդիկ այլ ելք չունեն, քան ծախսելու իրենց ժամանակը եւ ռեսուրսները պաշտպանության վրա, դրանով նրանց շեղել քաղաքական օրակարգից։ Ինչ կլինի հետագայում։ Իհարկե հավերժ այսպես շարունակվել չի կարող եւ մի օր կլինեն վճռներ, որով բռնագանձված գույքը այն դեպքերում, երբ խախտվեն այն սկզբունքները, որոնց մասին ես խոսեցի եւ որոնք արդեն միջազգային իրավունքում շատ հանրահայտ սկզբունքներ են, կլինեն որոշումներ, որ քաղաքացիներին պետք է վերադարձվի բռնագանձված գույքը, պետք է հատուցվի նրանց վնասները, արդյունքում պետությունը կտուժի, ինչպես եւ կտուժեն մեր քաղաքացիները։ Ես պատրաստ եմ պատասխանելու ձեր հարցերին, ժամանակ բավականին ունեմ, այնպես որ հերթով